Был такой древнегреческий врач и Հին философ. հունական մի բժիշկ փիլիսոփան Հիպոկրատը Слышали, наверное, клятва Гиппократа, երբեմն լսել է երևի Հիպոկրատի երդվա մասին, որ бժիշկները прежде чем получать диплом. երդում են անում, մինչև իրենց վկայականը դիպլոմը И вот, ստանալը։ Гиппократ сказал такую фразу: Հիպոկրատը այսպիսի մի «Мы արտահայտություն есть է то, արել։ что мы едим». Մենք այն ենք, ինչ ուտում ենք։ Гиппократ считал, что пища, которую мы Հիպոկրատը кушаем, ենթադրում էր, կարծում էր, որ այն не սնունդը, որ просто ընդունում ենք, утоляет голод, ոչ միայն հագեցնում է մեր քաղցը, но влияет на наше здоровье в այլև целом, ազդում է մեր на առողջության характер վրա, наших մեր болезней. բնավորության վրա, на наше сознание. հիվանդությունների բնավորության վրա, И գիտակցության վրա, современные ученые доказали, что все եւ в основном ժամանակակից это все գիտնականները правильно. ապացուցում են, Полностью հաստատում են, որ Հիպոկրատի ասածը ճշմարիտ Но է։ эта фраза верна не только для обычной пищи. Եվ Հիպոկրատի ասածը վերաբերում է թերևս միայն սովորական սնունդի մասին, բայց հիմա ոչ միայն Для духовной пищи здесь даже больше смысла. եւ հոգեվոր սնունդի հետ կապված ավելի իմաստ ունի, Потому նշանակություն что ունի люди նրա есть խոսքը, то, что они вкладывают в որովհետեւ себя մարդիկ в այն են, течение ինչ своей ներդնում жизни. են իրենց կյանքի ընթացքում իրենց И, к մեջ։ сожалению, многие верующие на самом деле Ցավոք շատ не հավատացյալներ читают Слово իրականում Божие, еще չկարդալով меньше Աստծո խոսքը, изучают его, и еще меньше тех, кто изучает его ահա, ավելի քիչ են որ ուսումնասիրում են Աստծո и խոսքը не живут по Библии. եւ չեն ապրում ավետարանով Почему так Աստվածաշնչով։ получается? Ինչու է այդպես պատահում։ Что влияет на христианина, что он перестает читать Ինչ է կատարվում Писание? քրիստոնյայի հետ, ինչն է ազդում, որ նա դադարում է Աստծո խոսքը ընթերցել։ Это может быть все, что угодно. Դա կարող է ցանկացած բան լինել։ Это могут быть любые Կարող են отвлекающие լինել факторы. ցանկացած շեղող, ուշադրությունը գրավող բաներ եւ սոց ցանցերը եւ հեռուստացույցը եւ Это առաջնահերթությունները самодостаточность. եւ Вот я ինքնաբավարարվածության получил спасение, на это զգացումը, всё, որ я ես знаю փրկություն եմ Христа, и это ստացել, всё. գիտեմ Տիրոջը եւ վերջ Это уверенность в собственных силах. եւ ինքը իր ուժերին ապավինելու կարողությունը իր մտքին, այո, որ ես ավելի խելացի եմ, Вот что ավելի я хочу подчеркнуть. ինչն եմ, բայց ես ուզում ավելի շեշտել Библия այստեղ։ это не просто наивысший авторитет, Աստվածաշունչը ոչ միայն բացարձակ հեղինակություն է, это ежедневный путеводитель Господа այն Иисуса Христа. ամենօրյա ուղեցույց է, ուղենիշ է դեպի Տեր Это Հիսուսը։ источник наших Այն духовных сил. աղբյուրն է մեր հոգևոր Это կյանքի։ ежедневная манна, Այն которая ամենօրյա Бог մանանան дает է, для որ нашей Աստված души и երկնքից нашего տալիս духа. է մեր հոգիների համար։ И это книга, в которой мы Այն черпаем գիրք է, вдохновение для որ մենք нашей жизни. վերցնում ենք նրանից մեր կյանքի ոգեշնչումները, Это то, без ներշնչումները։ чего мы не можем жить. Այն Աստվածաշունչը այն է, որ մենք Если առանց мы նրա не չենք կարող читаем ապրել։ Слово Божье, Библию, Եթե մենք չենք կարդում Աստվածաշունչը, Աստծո мы խոսքը, духовно умираем. մենք հոգևորապես մեռնում ենք։ В 118-м псалме, 50-м стихе 119 Սաղմոսի 50-րդ խոսքում գրված է. Слово Твое оживляет меня. Քո խոսքը կենթանացնում է ինձ։ А в 105-м стихе написано Слово Իսկ Твое 105-րդ խոսքում ասում է. светильник ноге моей. Քո խոսքը ճրագ է իմ ոտների, իմ Իսկ ճանապարհի ստիզեմ համար նայ։ լույս է։ Евреям, послание к евреям, 4 главе, 12 Եբրայեցիս стихе. 4-րդ գլխի написано. 12-րդ խոսքում գրված է. Ибо Слово Божье Աստծո խոսքը живо и действенно, կենթանի է, ազդող и острее всякого меча եւ սուր боеудобострого. եւ ավելի սուր է, քան երկսայրի սուր։ Оно проникает до Այն разделения души и թափանցում է духа, մինչև հոգու, Սաստավով շնչի, իմ ազգով, հոդերի, ողնուծուցի սուդիվ բաժանվելը помышления եւ и քննում է մեր намерения սրտի сердечные. մտածմունքներն ու խորհուրդները։ Настолько сильно это слово. Այնքան հզոր է այս խոսքը, որ թափանցում է մինչև մարդու խորքային հատվածները եւ այնպես է ազդում, այնպես է գործում, որ փոխում է մարդու И ամբողջ поэтому կյանքը։ апостол Павел в Դրա Колоссянам համար 3 главе, Պողոս 16 առաքյալը стихе пишет. Պողոսացիների 4 գլխ 3 глава, 3-րդ 16 գլխի 4-րդ խոսքում ասում է 16-ից 17-րդ խոսքերում ասում Слово է Христово да вселяется в вас обильно, Քրիստոսի խոսքը թող բնակվի ձեր մեջ со առատությամբ всякой լիորեն премудростью. ամեն տեսակ իմաստությունով, Научайте и խորագիտությունով вразумляйте друг друга псалмами, սովորեցրեք եւ հաստատեք յուրաքանչյուրի и духовными песнями, սաղմոսներով, հոգեվոր во երգերով, благодати воспевая в сердцах ваших Господа. շնորհով օրհներգելով Տիրոջը ձեր И все, սրտերում։ что делаете, словом или делом, Եվ ինչ էլ որ անում եք խոսքով թե все գործով, делайте ամեն ինչ во արեք имя Господа Հիսուս Иисуса Քրիստոսի Христа, благодаря անունով, через Него Бога и Отца. նրա շնորհի միջոցով։
Нам нужно самим любить, Մենք պետք է ինքներս Իզուչյալ, սիրենք, խոսքը научиться ուսումնասիրենք, жить по Писанию ապրենք խոսքի համեմատ и своей жизнью եւ մեր կյանքով свидетельствовать Бога. վկայենք Աստծո մասին։ И еще одно место. Եվ եւս մեկ Это հատված пророка Исаии. Եսայի մարգարեության 55 глава с первого 55-րդ գլուխ առաջին խոսքից։ Жаждущие, идите все к водам. Ո բոլոր ծարավացներ, եկեք ջրերի մոտ, Даже и вы, у которых нет серебра, идите, покупайте и եւ ешьте. դուք որ փող չունեք, եկեք գնեք եւ կերեք, Идите, եկեք покупайте գնեք без серебра и без գինի платы եւ вина и կաթ, молока. առանց փողի, առանց գնի։ Для чего вам отвешивать серебро за то, что не хлеб? Ինչու պետք է վճարեք մի բանի համար, դրամ Իդրո ծախսեք մի դավոյ բանի սոյ համար, զատո, что не որ հաց насыщает։ չէ։ Ինչու եք ծախսում ձեր վաստակը այն բաների համար, որ չի կշտացնում։ Послушайте меня внимательно Ուշադրությամբ լսեք ինձ и вкушайте благо. եւ բարին ճաշակեք ու ձեր անձը Душа զվարճացրեք ваша պարարտ насладится ուտելիքներով։ духом. Приходите, преклоните ухо ваше. Ձեր ականջը խոնարեցրեք, Իպրեդիցի եկեք կամ ինձ նե։ մոտ, լսեք ինձ եւ ձեր անձը կապրի, Послушайте, и жива будет душа ваша. եւ ձեր անձը И կապրի։ дам вам завет вечный. Ձեզ հետ հավիտենական Եզմերնի ուխտ կդնեմ միլոսի աբիշն Դավթին Դավիթ։ խոստացված իմ հավատարիմ Это то, ողորմությունը։ что Слово Божье говорит Սա нам. այն է, ինչ որ Это то, Աստվածաշունչն է что мы ասում, Աստծո должны, խոսքն է ասում, если եւ мы ինչ որ жаждем, մենք պետք է если мы անենք։ хотим возрастать, Եթե մենք փափագում ենք, ուզում ենք հոգեվորապես должны изучать աճել, Слово մենք Божье. պետք է ուսումնասիրենք Աստծո Ամեն։ խոսքը։ Ամեն։